Ընդառաջելով ժողովրդի կամքին, երկու հարցի մասին կցանկանայի խոսել։ Առաջինը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը այլևս չպետք է շարունակի Ղարաբաղյան շարժումը։ Հիշեցնեմ, որ Ղարաբաղյան շարժումը սեպտեմբերի 2-ից հետո դեռ այլ բովանդակություն ստացավ եւ շարժմանից վերածվեց պետականության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը այնուհետև սահմանադրական փոփոխությունից հետո սկսեց կոչվել Արցախի Հանրապետություն, կայացած պետություն էր, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը 18 թվականին չորոշեց փոխել ողջ բանակցությունների ձևաչափը, բանակցությունների տրամաբանությունը, մերժեց համանախագահների ներկայացված վերջին առաջարկությունը եւ հետո իր վարած քաղաքականությունը պատերազմի առիթ չհանդիսացան։ 22 թվականից Փաշինյանը այլևս ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ եւ ես չեմ հասկանում, թե ինքը ինչ էր ասում, այլևս չպետք է շարունակենք։ Ինչ է ինքը շարունակել 22 թվականից։ Հետաբար վերլուծելով այս ամեն ինչը կարող ենք պնդել, որ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացել Հայաստանի Հանրապետությանը եւ Նիկոլ Փաշինյանի պահվածքը վերջին հարցուպատասխանի ժամանակ դրա ամենավառ ապացույցն էին։ Այստեղ արդեն խոսքը չի գնում միայն Արցախի վերաբերյալ, որովհետև ինչքան զիջում կար այս իշխանությունները արել են։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը, կրկնում եմ, նոր պահանջներ է ներկայացրել։ Օրինակ, Արցախյան պատերազմի մասնակիցների արտահանձնումը Ադրբեջանին։ Եթե այդ պահանջը սկզբից ուղղակի ցանկ էր եւ պահանջ էր, հիմա չեմ բացառում, որ որոշակի ժամկետ նույնիսկ դրված լինի։ Բացարձակապես չեմ բացառում։ Մյուս այս իշխանությունները խոսում էին նոր սահմանադրության մասին 27 թվականին, հետո 26 թվականին, ամենևին չեմ բացառում, որ կպահանջեն սահմանադրության փոփոխություն նույնիսկ մինչև 26 թվականի նշված կամ նշանակված ընտրությունները եւ Փաշինյանը շատ լավ հասկանում է, թե այս ցածր խղճուկ վարկանիշի պայմաններում հանրաքվեն ինչ արդյունք կարող է ունենալ եւ ինչ արդյունք դա կարող է ունենալ անմիջապես իր վրա, որովհետեւ իր իշխանության մնալը ուղղակիորեն կախված է Ալիևի եւ Էրդողանի բարեհաճ վերաբերմունքից։ Հիշեցնեմ Չավուշօղլուի հայտարարությունը 21 թվականի փետրվարի 25-ին։ Մյուս հարցը, որի մասին կուզեի խոսել, դա Գյումրիում տեղի ունեցող այլանդակությունն է, խայտառակ